Ողջույն, Reopen Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է, տաղավարում աշխատում են Անի Զաքարյանը եւ Դավիթ Սարգսյանը։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին բազմակողմանի ու անաչառ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ամփոփ ենք օրը, տեսնենք թե ինչ եղավ այսօր Հայաստանում ու աշխարհում, նախ համառոտ։ Օրվա գլխավոր իրադարձությունը՝ խոշոր պայթյուն ճամբարակում, վերջին տվյալները զոհերի ու վիրավորների մասին։ Ուսակրոնության մասին նոր գրառումով, որը սկսեց Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու հետ հակամարտությունը չի հանդարտվում։ Իմպիչմենթի հարցով ներընդդիմադիր բանակցություններ, ինչ են քննարկել ու ինչ որոշել։ Մարիա Զախարովան վիճել է հայ լրագրողի հետ, եվրոպացի դիտորդներին էլ անվանել լրտես։ Աշխարհում տարածվում է կորոնավիրուսի նոր տարատեսակ։ Եվ ամերիկյան ցույցերը Կալիֆոռնիայից տարածվել են երկրով մեկ։ Վաղ առավոտյան ողբերգություն է տեղի ունեցել ճամբարակում, բնակելի շենքում նախնական տվյալով գազի պայթյունից փլուզվել են մի քանի հարկերի բնակարաններ, կան զոհեր ու 10-ից ավելի վիրավորներ։ Վերջին տվյալով 5 զոհ ունենք, 12 վիրավոր, մեծ թվով փրկարարներ մեկնել են դեպքի վայր։ Մեր գործընկեր Դավիթ Գենջոյանը եւս ամբողջ օրն անցկացրել է ճամբարակում, քիչ առաջ հազիվ հասավ, տեսնենք ինչ է պատմում։ Այսօր հունիսի 11-ն է, առավոտյան 8:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքի շենքերից մեկում տեղի ունեցել պայթյուն գազի արտահոսքի պատճառով։ Ժամը 15:30-ի տվյալներով կա 12 վիրավոր, որից 3-ը գտնվում են Երևանում, մեկը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ մնացած 8-ը գտնվում են ճամբարակի հիվանդանոցում։ Ժամը 15:30-ի տվյալներով կա արդեն 4 զոհ եւ դեռ մեկին փնտրում են փրկարարները։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ներքին գործերի նախարարության փրկարարները, հրշեջ հաշվարկները, զինվորականները եւ բնակիչները։ Դեպքի վայրը շտապել նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Գյուտական վնասը առաջիկայում կգույքագրվի, հիմա Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գործընկերները զբաղվում են ընդհանուր իրավիճակը գնահատելով, որից հետո կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։ Մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է։ Շենքի փլուզման հետևանքով բնակիչները մնացել են դրսում առանց կացավայրի։ Նախարար Խուդաթյանը վստահեցրեց, ոչ ոք դրսում չի մնա։ Այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Բնակիչների հետագա մշտական բնակության վայրերի ապահովման անհրաժեշտության հարցին ի պատասխան նախարարը շեշտեց, նախքան քննության ավարտը բնակիչները կապահովեն բնակ տարածքով։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասով։ Որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրաված են 200-ից ավել փրկարար ծառայողներ, դադարեցվել է, քանի որ փլատակների տակից դուրս բերվեց վերջին որոնվող բնակչի դին։ Պայթյունի եւ փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վնասվածքները ստացել 12 մարդ, որոնցից 3-ը գտնվում են Երևանի բուժկենտրոններում։ Դավիթ Գենջոյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Այսօր առավոտյան, ինչպես նախորդ օրերին, Նիկոլ Փաշինյանը օրը նորից սկսել է կուսակրոնության մասին գրառումով։ Գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի առճակատումը ակտիվ միջամտում է ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը Ալլահ Շուքյուր Փաշազադեն։ Այսօր էլ նա ասել է, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում եւ բողոքի նամակ եղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։ Նախորդին քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում դիմավորելու ամենայն հայոց կաթողիկոսին եւ աջակցություն հայտնելու նրան։ Կեսգիշերին օդանավակայանում աշխատել է մեր գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Անցած 21 ժամվա զարգացումները նրա ռեպորտաժում։ Զինվորական եւ զորություն եւ Փարքավիդյանը սամեն Զվարթնոց օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։
եկեղեցուն հարված հասցնելը դա հարված է մեր ինքնությանը։ Այս արշավը ես կրկնում եմ շատ ավելի վտանգավոր եւ աննախադեպ եմ համարում իր հետապնդած նպատակների մեջ։ Խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել եկեղեցու փաստացի չգոյությանը, ոչնչացմանը։ Ինքը ավելի լավ կլինի նույն ոգևորության փնտրի անհայտ կորածներ։ Ինչպես է վերաբերում եկեղեցին այս հանձնախմբին։ Բնականաբար բոլոր այս քայլերը անօրինական են եւ դատապարտել։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Իրավական դաշտում Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմիններ։ Եկեղեցու եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհապար հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխան այստեղ, ես ասում եմ բանը Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը, Դուք հավատավոր զավակները զորությունն եք, մեր եկեղեցու եւ մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին եւ հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Տիրոջ օրհնությունը ամենքի։ Դե իսկ այդ ընթացքում կայացել են ներընդդիմադիր բանակցություններ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հարցով։ Բայց այստեղ խնդիր կա։ Հայաստան եւ պատիմ ունեմ խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ։ Գործընթացը սկսելու համար պետք է եւս երկուսը։ Եվ այդ երկուսն այս պահին չկա։ Բացի այդ, ընդդիմության ներսում էլ ամեն ինչ հաշտ չէ։ Ամեն դեպքում Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու համար։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան տեխնացուով արդեն իսկ մեկնարկած է։ Ասել ենք, կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացուով, որով իրենք առաջադրել։ Ազգային ժողովում այսօր այլ իրադարձություններ են եղել անցած տարվա բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին այսօր մասնակցել է Երևանի քաղաքապետը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նա ասել է, որ Հաչափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Խոսել են նաև գյուղատնտեսությունից, մի քանի ուշագրավ թվեր կան, տեսնենք ինչ է պատմում մեր գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1,6%-ով եւ կազմել 958,8 միլիարդ դրամ։ Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը գյուղոլորտի պատասխանատուինն էր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվում է 5 հիմնական ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել ոլորտի արդյունավետությունը եւ ապահովել կայուն աճ։ Նշեմ, որ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 միլիարդ դրամ, որը աճել է 0,9%-ով, իսկ անասնաբուծությունը շուրջ 503,2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2,2%-ով։ Ընդդիմությունը դժգոհել է գյուղոլորտի ընդամենը 1,6%-ով աճի ծավալից, թեև ծախսվել են զգալի ֆինանսական միջոցներ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը կարծիք է հայտնել, որ այդ աճն էլ հիմնականում պայմանավորված է ծաղիկների, ինչպես նաև կոնյակի եւ կոնյակի սպիրտի արտահանմամբ։ Ըստ նրա, հողագործության եւ անասնապահության ոլորտներում գրանցվել է էական անկում, անգամներով նվազման ցուցանիշով։ Շատ ջերմոցային տնտեսությունները նաև ծաղկի արտահանում են, արտահանմամբ են սկսել զբաղվել, բայց դա չի նշանակում, որ մի բանջարեղենի արտահանումը նվազել է կամ դա միայն ծաղկի արտահանման արդյունքում
Ներողություն ենք խնդրում տեխնիկական խնդիրների համար, շարունակենք թողարկումը, սյունեցիներին կրակոցներով չես վախեցնի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի գիշերային կրակոցներն ազդում են տարածաշրջանի բնակիչների տիրող տրամադրությունների վրա։ Մարզպետը հաստատել է, որ թշնամին շարունակում է կրակել գիշերը, տներին վնաս հասցնելու նոր դեպքեր չկան, ասել է Ռոբերտ Ղուկասյանը։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Մարդիկ ուզում են թողնել գնա, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածում է եւս, որ մարտնաստրամադրություններ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Ալեն Բերսեն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ COP18-ը, դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։ Ինչու չեք բողոքում, որ Ուկրաինայում էլ են քանդում Զախարովայի արձագանքը։ Հիմա Զախարովային կանդրադառնանք Հայաստանի ու Եվրոպայի կապերի մասին այսօր խոսել Ռուսաստանը, մասնավորապես դիտորդների մասին Զախարովան ասել է, որ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին եւ կայունություն չեն ապահովում։ Դե իսկ Արցախում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին հայ լրագրողի հարցից Զախարովան հունից դուրս է եկել։ Նախ նշել է, որ այդ հարցի շուրջ աշխատում են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, ապա ինքն է հարցրել, թե ինչու հայկական կողմին չեն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները։ Շարունակենք արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերն էլ շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ։ Խորհրդի անդամներն այսօր հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, ինչը սակայն չի բավարարում նրանց ներկայացրած պահանջներին։ Մերի Դանիելյանն է պատմում։ Դե իսկ դրան դեռ կանդրադառնանք, հետպատերազմյան շրջանում շատ լուրջ է հոգեկան առողջությունը պահպանելու խնդիրը, հոգեբանական խնամքը առհասարակ։ Մեզ մոտ ընդհանրապես հոգեբանին դիմելու մշակույթը դեռ նոր է զարգանում, հաճախ ու որպես կանոն չենք էլ գիտակցում, որ ունենք մասնագիտական աջակցության կարիք։ Բայց դա անհատական մակարդակում, իսկ հավաքական տրավմաների դեպքում խնդիրը շատ ավելի լուրջ է։ Այստեղ արդեն ունենք ոչ միայն հոգեբանների կարիք։ Պատմում է Աննա Հարությունյանը։ Մենք վերադարձանք տաղավար, կրկին ներողամտությունն ենք ձեր հայցում տեխնիկական խոտանի համար, մեր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի այսպիսի խնդիրներ չունենանք, բայց սա ուղիղ եթեր է։ Շարունակենք թողարկումը, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերն էլ շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ։ Խորհրդի անդամներն այսօր հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, ինչը սակայն չի բավարարում նրանց ներկայացրած պահանջներին։ Մերի Դանիելյանն է պատմում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ։ Խորհրդի անդամները հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, որոնք հիմնականում վերաբերում են բնակարանային ծրագրին։ 158 բնակավայրեր, որտեղ ապրում է մոտ 13,000 արցախցի, կներառվեն 4 միլիոնանոց գոտում, այսինքն ոչ թե 3, այլ 1 շնչին այդքան դրամի սերտիֆիկատ կհատկացվի։ Սա հիմնականում վերաբերում է Կոտայքի, Արարատի, Արագածոտնի բնակավայրերին։ Այս պայդրությամբ բավականին արդյունք կա, որոնք վերաբերում են բնակավայրերի գումարի ավելացմանը։ Աբովյան, Երևան եւ Մասիս քաղաքները չեն ներառվել, բայց դրան զուգահեռ 158 համայնք է ներառվել, որտեղ ապրում են մոտ 13000 արցախցի, ում վերաբերվում է սա։ Այստեղ առավել լուրջ խնդրի առաջ են կանգնած 2-3 հոգանոց ընտանիքները։ Ասում են այդ գնով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Չեն կարողանալու տուն ձեռք բերել։ Օրինակ ես վարկի ոնց մտնեմ, ասենք 8 միլիոնը տամ տուն առնեմ, մնացածը օրինակ 15 միլիոն է։ Մնացածը ես որտեղից պետք է ինչ եկամուտով պետք է ես կարողանամ ամիսը օրինակ ձևակերպենք հիպոթեկ։ Խորհուրդը կառավարությանն առաջարկել է երկարաձգել բնակվարձերի տրամադրման ժամկետները մինչև բնակարանային վկայականներ ստանալը։ Որտեղ մենք ավելի շատ, ավելի գլոբալ լուծման հարցեր ենք ներկայացրել, այդ թվում նաև որ մինչև սերտիֆիկատը իրականացնելը պիտի մարդկանց հնարավորություն տալ նորմալ բարեկեցիկ ապրելու, դա բնակարանային վարձի շարունակությունն է առնվազն 4 ամսվա ընթացքում։ 40+10,000 դրամ վճարման շարունակման խնդիրը լուծել չի հաջողվել, ինչն ըստ խորհրդի անդամների ավելի է վատթարացնում արցախցիների սոցիալական վիճակը։ Մենք շատ ծանր կացության մեջ կհայտնվենք, շատ ծանր։ Նամանավանդ բազմաերեխատարները, մանավանդ ծերերը, միայնակները, ինչ չնայվ ես թվում ես ու մայրս, ինչ պիտի անեմ մենակ 40,000 դրամ պետք է ստանա մայրս, 10,000 օրինակ ես, ու մամայիս 45,000 թոշակը, 160,000 տան վարձ տալու դեպքում։ Կառավարությունը կստանձնի զոհված զինծառայողների 82 ընտանիքների բնակարանային ապահովման հարցի լուծումը։ Խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը նշել է, որ նախկինում արցախցիներին հնարավորություն էր տրվում մարել իրենց հիփոթեքային վարկերը 10 տարվա ընթացքում։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 20 տարի։ Վարկային գործարքների առումով եւս մեկ ձեռքբերում կա։ Հանվել է սև ցուցակները, որտեղ մարդիկ վարկային պատմություններ են ունեցել, դա շատ մեծ արդյունք է, քանի որ Արցախը կորցնելուց հետո շատերը չեն կարողացել վճարել։ Հողամասերի վրա բնակարաններ կառուցել ցանկացող ընտանիքները կստանան համապատասխան թույլտվություն։ Քննարկումներ են ընթանում հողամասի գնման վկայականի արժեքի շեմը բարձրացնելու վերաբերյալ։ Այս բոլոր արդյունքները սակայն չեն բավարարում ներկայացված առաջարկները։ Հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարել ենք պայքարի երկրորդ փուլի մասին։ Նժդե Իսկանդարյանի խոսքով ակցիաները շարունակվելու են եւ իրենք միայն սոցիալական հարցերի մասին չէ, որ բարձրաձայնում են։ Առաջնահերթերից են հավաքական վերադարձի իրավունքը, գերիների ազատությունը։ Կառավարությանը ներկայացված փաստաթղթում 12 կետ է ներառված եւ այս առումով խորհրդի դիրքորոշումը չի փոխվել։ Մերի Դանիելյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սյանոսյան, Free-Open Media։ Հետպատերազմյան շրջանում շատ լուրջ է հոգեկան առողջությունը պահպանելու խնդիրը, հոգեբանական խնամքն առհասարակ։ Մեզ մոտ ընդհանրապես հոգեմանին դիմելու մշակույթը դեռ նոր է զարգանում, հաճախ ու որպես կանոն չենք էլ գիտակցում, որ ունենք դրա կարիքը, բայց դա դեռ անհատական մակարդակում, իսկ հավաքական տրավմաների դեպքում խնդիրը շատ ավելի լուրջ է, այստեղ արդեն ունենք ոչ միայն հոգեբանների կարիք, պատմում է Աննա Հարությունյանը։ Հետպատերազմյան փուլում հոգեբանական կայունությունը դարձել է հանրային առողջության առանցքային թեմա, բայց դեռևս ոչ առաջնահերթություն։ Խնդիրը բուժօգնության հասանելիության մասին չէ, այլ մտածելակերպի, հանրային վարքի, հասարակական համերաշխության։ Մի կողմից մենք ունենք համակարգ, առողջապահական համակարգ, մյուս կողմից չունենք առողջ կենսակերպի մշակույթ։ Եվ բնականաբար ցանկացած համակարգ կարծես սերում է կամ սնուցվում է մեր մշակույթից եւ օրինակ արդարադատության համակարգը, եթե մարդիկ չեն հավատում արդարությանը եւ ոչինչ այդ ուղղությամբ չեն անում, ապա արդարադատության նախարարությունը օրինակ շատ մեծ խնդիրներ կունենա։ Հոգեբանական առողջության վրա ազդող գործոններն ըստ սոցիոլոգ Արտուր Աթանեսյանի հաճախ սկսվում են առօրյայից։ Այն, ինչ մենք համարում ենք նորմալ կենսակերպ, երբեմն հենց ինքն է խնդրի սկիզբը։
Մենք գրագետ ազգ ենք եւ այդ իմաստով նաեւ կենցաղային մակարդակում ամենօրյա մեր առողջության մասին որոշակի պատկերացումներ ունենք։ Բայց միևնույն ժամանակ այդ պատկերացումները շատ հաճախ կրում են այսպիսի կարծրատիպային բնույթ, ինչն է լավը եւ ինչն է վատը, տիպիկ հայ մարդը շատ ուշ է արթնանում եւ հետո հապճեպ փորձում է շատ բան հասցնել եւ դրանից նևրոզներ են ստեղծվում, անարդյունավետ է կյանքը դառնում եւ այս իմաստով այս շուտ արթնանալը եւ սպորտով զբաղվելը եւս մեր մշակույթի մի մասը չի։ Օրվա անկանոն ռեժիմը, աշխատանքային ճնշվածությունը եւ սոցիալական միջավայրի անորոշությունը եւս ձևավորում են հոգեբանական ծանրաբեռնվածություն, որը շատ հաճախ մնում է չգիտակցված։ Մեզ մոտ միախառնված է գիշերը, առավոտը, ցերեկը։ Մեզ մոտ միախառնված է հանգիստը եւ աշխատանքը։ Մենք հապճեպ ենք անում շատ բան։ Մենք կարողանում ենք եւ հանգստանալ եւ աշխատել միևնույն ժամանակ եւ սովորել։ Եվ այս խառնաշփոթը դրան գումարած անընդհատ հաղորդակցվել է։ Մենք իսկապես էքստրովերտ ազգ ենք եւ սիրում ենք խոսել, շատ հաճախ խոսելուն չի հաջորդում որևէ գործողություն։ Պարզապես խոսքը որպես մշակույթ է մեզ մոտ տարածված։ Անցներով շատ փորձություններով փորձում ենք ձեռք բերել կայունություն։ Համակերպվելով իրողությունների հետ սահմանամերձ գյուղերում ապրող մարդը չի վախենում թշնամուց, դժվարություններից, հիվանդություններից։ Ինձ պատմեց մի ուրեմն զրուցակից վերջերս մարզերից մեկում ապրող գյուղերից մեկում սահմանամերձ, որ ահա բլուրդերից մեկի վրա վերջին իրադարձությունների հետևանքով հայտնվեց մեծ ադրբեջանական դրոշ, որը իրենք ստիպված են տեսնելու առավոտից երեկո, եւ միևնույն ժամանակ նա ասում է, որ մենք այդ բլուրի տակ միշտ կախել ենք լվացքը Բաքում եւ հիմա այդ պարանների վրա այնքան երեխաների, այնքան մանկական շորիկներ են կախված, այսինքն մարդիկ շարունակում են երեխա ունենալ, չեն վախենում, արհամարում են վտանգը։ Իսկապես մենք քաջ արի ժողովուրդ ենք եւ շատ տոկուն ենք։ Հասարակության մեջ դեռ պահպանվում է մտածելակերպը, որ հիվանդությունը լուրջ չէ, եթե այդ պահին կյանքին վտանգ չի սպառնում կամ պատերազմ չկա։ Բայց երբ ներքին լարվածությունը եւ արտաքին անորոշությունը միաժամանակ աճում են, մարդիկ մնում են առանց հենարանի, միայն սեփական ուժերի վրա, ինչը խորացնում է խուճապն ու անկայունությունը։ Մարդիկ կոտրվում են, ընկճվում են, ապրելու ցանկությունը ոնց որ նվազում է։ Սկսում են թերահավատորեն վերաբերվել բոլորին։ Հոգեկան առողջության տեսանկյունից ես կասեի, որ մեր ժողովուրդը վերջին ժամանակները այնքան բաների միջով անցավ, սա առանձնապես ինչ որ լուրջ ձևով չի ազդում։ Բոլորս էլ ճնշված ենք, բոլորս էլ նեղված ենք։ Թեև հանրության տրամադրությունները շարունակում են խորը հուզական ծանրություն արտահայտել, վերջին շրջանում նկատելի է մի այլ միտում եւս։ Ավելացել է հոգեբանական աջակցության պահանջարկը, ըստ սոցիոլոգի մարդիկ սկսել են խոսել, որոնել օգնություն եւ ընդունել, որ ուժեղ լինելը միշտ չէ, որ լռելու մեջ է։ Ի տարբերություն արևմտյան հասարակությունների, որտեղ հոգեկան վիճակը ընկալվում է որպես անհատական գործ, այստեղ նման խնդիրներն ընդհանրանում են հաճախ ընտանիքի, երբեմն էլ համայնք ու ամբողջ հասարակության մասշտաբով։ Աննա Հարությունյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի շինությունների ապամոնտաժումը։ Reopen Media-ի նկարահանող խումբն այսօր բնակիչների ահազանգով մեկնել են Ուբարաշենի G5 թաղամաս, որտեղ ըստ տանտիրոջ առանց ծանուցման քանդվել է կառուցման փուլում գտնվող փայտե շինությունը։ Ավելի մանրամասն ներկայացնում է մեր գործընկեր Նարինե Ղուկասյանը։ Եկել են հելել եմ դուրս, ասել եմ ինչ եք անում, բա եկել են քանդենք, ասում չեք քանդելու, սպասեք տան մեծերը կան, նոր քանդեք, բան արեք։ Գնացել եմ տուն, տան մեջ մնացել եմ, եկել ասել են շանը արցակի շունը չմերնի, ասի ես շանը չեմ արցակելու, մնալ եմ ստեղ, որ քանդեք ինձ հետը սպանեք։ Երևանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների քանդման աշխատանքները։ Նուբարաշենում գտնվող Եղիազարյանների ընտանիքի փայտե տնակը, որն անմիջապես կառուցվում էր իրենց տան բակում, Երևանի քաղաքապետի որոշմամբ այսօր քանդվեց։ Ինձ խաբել են, ասել են չեն քանդելու, սպասելու ենք իրանք անդու մենակ տնից դուրս արի հանգստացի, տնից դուրս եմ եկե, ձեռներս բռնել են, չեն թողել ոչ մի տեղ եթամ ու սկսել են տունը քանդել։ Արմեն Եղիազարյանի խոսքով կարմիր բերետավորները սպառնացել են, դիմադրելու դեպքում կտանեն բաժին։ Համարյա մի ամիս առաջ։ Ոչ մի բան, ոչ զանգ, ոչ որոշում, ոչ մի ընդհանրապես ոչ եկել են, ոչ զանգել են, ոչ տեղեկալ, ոչ մի բացարձակ, ոչ մի կապ չի եղել։ Ուղղակի այսօր ես գործ եմ եղել, եկել են, ասենց քանդել են ու թողել փախել են։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Ավետիք Բաբայանի խոսքով իրենք դեռ շինարարության սկզբում են զգուշացրել Եղեզարյանների ընտանիքին, որ կառուցապատումը Երևան համայնքին պատկանող հողատարածքի վրա են իրականացնում եւ պետք է դադարեցնել, սակայն իրենց հորդորներն ընտանիքն անտեսել է։ Տարածքը վերահսկող տեսուչներ ունենք, տեսուչները 5 օր առաջ կրկին անգամ զգուշացել են, որ դուք ձեր ձեռքով ապամոնտաժ եք գոնե, որ հնարավորության չափով գույքը կարողանաք պահպանել, բայց հրաժարվել են մարդիկ ու շարունակել են շինարարական աշխատանքները։ Ինչի արդյունքում այսօր քանդվեց տվյալ շինությունը։ Քաղաքապետարանի պաշտոնյայից հետաքրքրվեցինք, ինչու չեն համաձայնվել ընտանիքի ծնողները գան նոր իրականացնեն քանդումը, միգուցե մի հայտարարի գային։ Ես նման բան չեմ լսել տեղում, որ ասեն ինչ որ մեկը գա, սպասել ենք, որ հարցնենք ումն է պատկանում նման տվյալ շինությունը, քաղաքացին եկել ասել է սա մեր շինությունն է, ներսը կենթանի ունեն, խնդրել ենք կենթանուն հանել, որպեսզի չվնասվի, կենթանուն հանելուց հետո նոր կանոն աշխատանքները տեղի ունեցել։ Հետաքրքրվեցինք նաև ինչով է պայմանավորված նման քանակի ուժայինների ու քաղաքապետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչների ներկայությունը, ինչը ենթադրաբար մարդկանց էլ ավելի է մղում հուսական վիճակի սրում-դրությունը։ Քաղաքացիների միած զանգված ունենք, որոնք իրենք ադեկվատ չեն ընդունում այդ ամեն ինչը, այսինքն զանցանքը համարում են, որ իրանք են կատարել, բայց երբ որ հերթը հասնում է քանդման գործողություններին, կոնկրետ այսօր ունենք տվյալ դեպք, որ մարդը նորից բենզինի շշով նստած էր ու չգիտենք ինչի է պատրաստ եւ ինչ է ուզում անի, կադրերը կան։ Այսինքն մենք ծառայության բնույթը քանդման կոնկրետ քանդման գործողությունների հետ կապված գնում ենք մեծ անձնակազմով ոչ թե մեր քաղաքացիների հետ կռիվանել, այլ որ տվյալ իրավիճակում խուսափենք ավելի անախորժ իրավիճակներում հայտնվելուց։ Ես տեսել եմ, ասենք տեղում եմ ել խոսացել եմ, գոնե խնդրեցի ասի ախպեր, հարևանից տունն է, մի քանդեք։ Ասեք, թողա ինքը իր ձեռով քանդի, այդ մատերիալը չփչանա։ Բայց երկու հատ տղա ունեմ ես մարդը։ Եթե հայրենիքի պաշտպանության կարիք լինի, ոնց է, ինչ սրտով պետք է այս հայրենիք պաշտպանի։ Թուրքը տուն չի քանդում։ Թուրքը տուն չի քանդում։ Եկալմա սաղ տունը իրան։ Հիմա ես էլ եմ զինվորական, հետևս կանած զինվորականա, մեր տները որ քանդում են, ինչ պետք է անենք։ Թողենք Հայաստանից եթանք։ Որ ասեցիք սպասեք տան մեծերը կան, ինչ պատասխանեցին ձեզ։ Մեզ չի հետաքրքրում։ Մենք իրանց զգուշացրել ենք, բայց պարզվում է, որ չէ զգուշացրել են։ Մեր նկարահանման պահին հուզական ծանր վիճակում էին ընտանիքի բոլոր անդամները, վրդովված ու լարված էր ամբողջ թաղամասը։ Բայց մարդիկ տուն սարքեն, բաղմից որ մեն ամուստանան, որ դե ես վագոնչիկի մեջ, հետոքան մի օր այդ վագոնչիկի մեջ, որ անձևը չրմը վրեկը, թոքան մի օր մնան։ 15 թվից փաստացի պասպորտիս մեջ գրանցումը կա։ Փաստացի ինձ թույլատրել են ապրեմ այս հողի վրա։ Ես չեմ զավթ այս հողը, ես գնացել եմ ներկայացրել եմ իրանց, որ առել եմ, հողն էլ առել եմ էլի քիչ փողը տալով, որտեղ ես այդքան փող չունեի, որ պայմանավորվել եմ ամեն ամիս փողը տվել եմ մարդկանց։ Այս դոմիկն էլ եմ քիչ փողը տվել, ես ոչ մի բան չեմ կարացել մի անգամից։ Էն էլ էի քիչ սարքում։ Այն վաղ ասեիք, չէ, ինչի թողեցիք, մի հատ էլ պասպորտի մեջ գրեցիք, հավսե գրեցիք, որ գաք տանեք վռած ծառայության։ Թաղամասում եւս մեկ բնակչի բազմանդամ ընտանիքի ապօրինի շինարարություն պետք է ապամոնտաժվեր։ Սակայն Ավետիք Բաբայանի Երևանի քաղաքապետին ներկայացրած զեկուցումից, ապա քաղաքապետի որոշմամբ խնդրին փորձել են տալ այլ լուծում։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Rio-Open Media։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Քննարկման արդյունքում Եվրամիություն Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ Անի Հովանեսյանն է ներկայացնում։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Այս օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ Մեր զրուցակիցների դիրքորոշումները այս թեմայի շուրջ տրամագծորեն տարբերվում են։ Վիզաների ազատականացմամբ ըստ էության Եվրամիությունը խրախուսում է ավելի մոտ հարաբերությունները Եվրոմիության հետ, բայց նաև դրա դիմաց բնականաբար նաև որոշ պահանջներ ունենում ըստ աշխարհաքաղաքական իր շահերի։ Հայաստանը խնդիր ունի այս պահին չդառնա
արևմուտքի համար պլատֆորմ կամ պլատֆորմ հակառուսականության համար եւ չդառնա Ռուսաստանի համար պլատֆորմ հակաարևմտականության համար։ Ըստ Պետրոսյանի այս գործընթացի սկիզբը տրվել է 2009 թվականին, երբ ձևավորվեց Եվրոպական արևելյան գործընկերության ձևաչափը։ Ձևավորվեց արդեն Եվրոպա-արևելյան գործընկերության ձևաչափը, որը 2008 թվականին ըստ էության վավերացվեց եւ 2009 թվականի հունվարի 1-ից արդեն Հայաստանը այդ ծրագրի անդամ էր, այսինքն եւ վիզաների ազատականացման գործընթացը սրա ուղղակի մի փոքր բաղադրիչն է եղել։ Աստված մի առաստե, որ Հայաստանի Հանրապետությունը բավարարեց Եվրոմիության պահանջները այս խառը տուրբուլենտ իրականության ժամանակ։ Ամենանայվ ցավոտ օրինակը Ուկրաինան է։ Ուկրաինայի արչև ըստ էության դրված էր այդ նույն չեզոքությունը՝ մի դարձիր պլատֆորմ Ռուսաստանի դեմ։ Քաղաքագետ Ղևոնդյանի կարծիքով ազատականացման գործընթացը Հայաստանի բարեփոխումների արդյունքն է։ Դա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, Եվրամիության սահմանն են, եւ Հայաստանը եւ Վրաստանը, եւ Եվրամիությունը նորմալ է, որ անհանգստանում է իր սահմաններին ժողովրդավարության որակի, տնտեսական հաջողությունների, հաջողված երկիր ունենալու եւ ոչ թե ավտորիտար, հետամնաց եւ խնդիրներով լեցուն երկիր ունենալու մեջ։ Եվրամիության շահը որն է, Եվրամիության շահը նաև քաղաքական է, եւ այդ քաղաքական շահն այն է, որ Եվրամիությունը ցանկանում է իր սահմաններին ունենալ կանխատեսելի պետություն, որը գլխացավանք չի դառնա իրենց համար, չի դառնա օրինակ Բելարուս իրենց համար, չի դառնա Ադրբեջան իրենց համար, թեև նրանք Ադրբեջանի հետ բավական հաջող համագործակցում են, այնուամենայնիվ Ադրբեջանը իր հերթին խնդրահարույց է ժողովրդավարության բացակայության պատճառով։ Ըստ Ղևոնդյանի Հայաստանը ազատականացման հետ կապված շատ հարցերում դանդաղում է։ Բարեփոխումները դանդաղում են, դա իհարկե եւ 2017-18 թվականների եւ 2018-ից 2025 թվականների Հայաստանի տարբեր իշխանությունների թերացումներն են կապված կենսաչափական անձնագրերի ներդրման հետ, թե կապված համընդհանուր ապահովագրության համակարգի, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հետ եւ բազմաթիվ գործընթացներ կան, որոնցում Հայաստանը վաղուց պետք է այդ ավարտին հասցրած լիներ իր բարեփոխումները։ Զրուցել ենք նաև ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Ների Դավթյանի հետ։ Այս փաստաթուղթը չունի դաշնաժամկետներ եւ առհասարակ այս բանակցային փուլը չունի ժամկետայնություն։ Խնդիրը շատ պարզ է, ինչը որ ներառված կլինի գործողությունների ծրագրով, դա պետք է 100%-ով կատարված լինի։ Նոր միայն կարող ենք ուրեմն ունենալ ազատ վիզային ռեժիմ, եւ որքան էլ մենք ինտենսիվ աշխատենք, խոսքը ոչ 1 տարվա, ոչ էլ 2 տարվա մասին է, այսինքն սա ավելի երկար տևող process է։ Բրեյք որպես այդպեսին մեր դանդաղկոտությունը կարող ենք դիտարկել անօրինական միգրացիայի հնարավոր աճը, խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ապաստան հայցողների մասին, ովքեր ԵՄ անդամ պետություններում չարաշահում են ապաստանի համակարգը եւ փախստականի կարգավիճակի տրամադրման հնարավորությունը, նույնիսկ ազատականացման պայմաններում սա կարող է հետքայլի առիթ դառնալ, պատճառ դառնալ եւ կա նաեւ ազատականացումը չեղարկելու տեխնիկական ընդհանրակարգ։ Հունիսի 24-ին Հայաստան կայցելի Եվրոպական փորձագիտական պատվիրակությունը քննարկելու համար ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդեն նախագծային տարբերակը։ Անի Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Բանկային խարդախությունների զոհերն այս տարվա առաջին եռամսյակում նախնական տվյալով 408-ն են։ Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրել է, որ հայկական բանկերը խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը կսառեցնեն։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների եւ գումարի արտահոսքի մեջ նրանց մեղավորությունը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են անզգուշորեն անձնական տվյալներ փոխանցել խարդախներին, PIN կոդեր, քարտային, բանկային հաշվեհամարներ կամ նույնիսկ անձնագրային ինֆորմացիա։ Գլխավոր դրամատան ղեկավարը նշել է, եթե խարդախությունը տեղի է ունեցել հաճախորդի անուշադրության պատճառով, բանկերը կփորձեն լուծումներ գտնել անհատական հիմունքներով։ Տեսնենք ինչ կա չկա աշխարհում։ Պատվաստանյութերը կրկին արդիական կլինեն, քանի դեռ կորոնավիրուսի նոր Nimbus շտամն արագ տարածվում է Եվրոպայում։ Այն խիստ վարակիչ օմիկրոնի տարատեսակ է եւ կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել հունիսին եւ հուլիսին։ Կալիֆորնիայում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ալիքը տարածվել է երկրով մեկ։ Ցույցեր են սկսվել Սան Ֆրանցիսկոյում, Դալասում, Չիկագոյում, Ատլանտայում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում։ Ռուս-ուկրաինական ճակատում էլ պատերազմող կողմերը շարունակում են գիշերային հրթիռակոծություններով ավերել միմյանց ենթակառուցվածքները։ Միջազգային լրահոսի խճանկարը Սիմոն Հովանիսյանն է ներկայացնում։
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտություն սկսելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կհարվածի մերձավոր արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին։ Անցյալ շաբաթ փորձարկել ենք 2 տոննա կշռող մարտագլխիկով հրթիռ։ Եթե մեծ հակամարտություն պարտադրվի, մյուս կողմի կորուստները անշուշտ ավելի մեծ կլինեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ասել է նա։ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ, 60-ը վիրավորվել են, այդ թվում 8 երեխա։ Վարչակազմի տվյալներով քաղաքը հարձակման է ենթարկվել շահեդ տիպի 17 դրոններով։ Վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, ձեռնարկություններ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարձակման է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, կան ավերածություններ։ Ռուսական կողմն էլ հայտնում է, որ անցած գիշեր հակաօդային ուժերը խոցել են 32 հարվածային դրոն։ Կուրսկի մարզում վիրավորվել է 3 երեխա։ Տամբովի Վարոդի գործարանում հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է 1.5 տասնյակ պայթյուններով։ Ուկրաինացիներն արդեն 4-րդ անգամ են հարձակվում գործարանի վրա, որը Ռուսաստանում հաշվիչ եւ հրետանային զինամթերքի Վարոդի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը եւ ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել։ Ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այն կտևի մի քանի օր, ժամը 20-ից մինչև առավոտյան 6-ը։ Արդեն կան ձերբակալվածներ, որոնք խախտել են պարետային ժամը։ Քաղաքը զգալի վնաս է կրել, հայտնել է Քարեն Բասը եւ կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել անօրինական ներգաղթյալների դեմ ներգաղթի եւ մաքսային ծառայության շուրջ գալները։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ հարցը քննարկելու համար, բայց դեռ ապարդյուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել, մեջբերում եմ, ձյութով լղոզել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ կոլոլել փետուրների մեջ, որպես պատիժ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ իր վարքագծի համար։ Ջոնսոնը չի պնդել, որ Նյուսոմը պետք է ձերբակալվի, ինչպես առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն շեշտել է, որ Նյուսոմը մեղսակից է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակմանը։ Իլոն Մասկը գրել է, որ զղջում է Թրամփի մասին որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու գնացին, խոստովանել է միլիարդատերը։ Թրամփը եւ Մասկը հրապարակավ վիճել են բյուջեի նախագծի թեմայով։ Մասկը Սպիտակ տան ղեկավարին ստախոս էր անվանել։ Նշել էր, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի ընտրություններում։ Թրամփը պատասխանել էր, որ իր նախկին համախոհը խելագարվել է եւ առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր։ Նրանց հաշտեցնելու փորձեր էին արել գերտերության ղեկավարի եւ մոլորակի ամենահարուստ մարդու ներկայացուցիչները։ Բաքվում կայացել է անսահման եղբայրություն 4-րդ բազմազգ վարժակների պլանավորման խորհրդաժողով, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Ադրբեջանում, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, խորհրդաժողովի ընթացքում մասնակից երկրների հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները քննարկել են վարժանքների ընթացքը, կազմակերպման հարցեր։ Մանրամասն պլանավորել վարժանքների գործնական փուլը եւ տարբեր սցենարներով կատարվելիք առաջադրանքները։ Եվ վերջում բարի լուր, Անի, բարի լուրերը քո գծով։ Սիրով Դավիթ, Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբ, որը վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում գտնվող 2 գորշ արջերի բուժօգնություն է ցուցաբերել։ Վիրահատվել են Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից եւ Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից 2 արու առանձնյակներ։ Տարիներ շարունակ գերության մեջ վանդակներում բանտարկված լինելու եւ ճաղավանդակները կրծելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։ Վիրահատությունից հետո արջերն իրենց լավ են զգում։ Անի, բայց սա կարծես վերջին լուրը չէր, ինձ հուշում են, որ քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ այնքան չեմպիոն ունենք, չգիտեմ, որ ումից սկսեմ։ Ուրեմն տես ինչ է կատարվում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում Եվրոպայի առաջնությունում 10-0 հաշվով հաղթել է մրցակցին ու դարձել չեմպիոն։ Նույն հաշվով էլ նախորդին նա ջախջախել էր ադրբեջանցուն, բայց միայն նա չէ։ Արարատ Ավետիսյանը գեղեցիկ հաղթանակ է տարել, չնայած չենք տեսել, եթերում էինք, ու նվաճել բրոնզե մեդալ, ավելի վաղ էլ աշխարհամասի չեմպիոններ էին դարձել Մարտին Մանջիկյանը եւ Ջանես Նազարյանը, բայց մի րոպե Հայկ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել քիչ առաջ, նա 17 տարեկանների եզրափակում 11-3 հաշվով է հաղթել ու էլի ադրբեջանցուն, նրա անունը այդքան էլ կարևոր չէ, ու նույնպես հռչակվել է չեմպիոն, կարծես այսքանը, էլ չունենք, այսօր չունենք չեմպիոն, վերջ։ Սպասենք հաջորդներին։ Այո։
Շնորհակալություն Դավիթ լավ լուրերի համար։ Իսկ մենք այսքանն էինք պատրաստել, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ օրվա ավարտին մեր ցնցումնառատ իրականությունից զտենք աղմուկը եւ միասին հասկանանք օրվա իրադարձությունները։ Տաղավարում աշխատում էին ձեզ համար Դավիթ Սարգսյանը եւ Անի Զաքարյանը։ Կհանդիպենք։